Ամսի մեկին բերես մենք են իջել էինք, փոխվել էր, մենք բերես պոստեր ենք եղել, իջել ենք ներքև, ամսի մեկի գիշերը լույսի 2-ին պատերազմ սկսվել, իրենց պատերազմը կուզանցան, որովհետև պատերազմը ուրիշ բան չէր էլի, մարդիկ կան, կսեն պատերազմ չէր կամ էսին, բայց պատերազմ էր։ Ու բարձացել ենք պոստեր ամսի 2-ին, ու ծաղ գիշերը կրակոցներն եղել է սովորական բաներ, սկզբից կմտածենք ինչ-որ միշտ մեր գոտ կրակին ուղեր, բայց դա մենչը շատ երկար տևեց, ուրիշ ծև տևեց, ուրիշ տիպի եղա։ Ապրիլյան պատերազմի մեկնարկը հենց այսպես է հիշում Թալիշի դիրքերը պահող Տելման Մարկոսյանը, տեսածն ու գլխով անցածը բառերով նկարագրել դժվարանում է, բայց նաև հավելում այդ օրերը ամբողջ կյանքի անբաժան մաս են դարձել։ Ինչքան է ֆարամ այդ օրերից հետո չեմ կարելի ուշադրություն չդարձնեմ, ինչքան է պատասխանեմ այդ հարցերին, բայց վերջը ֆարամ էլի անդրադառնամ պատերազմին։ Մարկոսյանների ընտանիքում ապրիլյան քարորիայի ընթացքում վայրկյան առ վայրկյան գիտեին, թե որ լրատվամիջոցով ինչ են հաղորդում սահմանին տիրող իրավիճակի մասին։ Զինվորի մայրը Տիկին Գայանեն 1 տարի անց էլ դեռ լարված է անցած օրերի մասին, հիշում է հուզմունքով եւ խորը տխրությամբ։ Բավականին ժամանակ լուրջ չկար։ Արդեն վախի զգացողությունը կապրին, թե բնական է։ Մինչև էլ վախը կար, պարզեր ու տեղը ինչ կկատարվի, բայց քանի որ լուրջ չկար, արդեն շատ վախեցած ենք, ես ու ամուսինս գրեթե չենք խոսա, ինչ որ կմտածենք, չենք էլ ուզի արտահայտվի, արդեն ուրիշ բան կմտածենք, հանկարծ զանգ եկավ Տելմանից, հարցվավ ծանր վիրավոր է։ Թալիշի առաջին գումարտակի հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ կրտսեր սերժանտ Տելմանը մարտերի ժամանակ ապրիլի 5-ի առավոտյան ծանր վիրավորում է ստանում ձախ ականջի, քթի, ձախ աչքի, աջ ոտքի շրջանում։ Պատերազմը շարունակվել է անդադար նույնտեղի ինչ-որ առաջի օրն եղել, ինչ-որ առաջի օր կրակին, ամեն օր ավելի շատ ու նույնն էլ ամսի 5-ին առավոտյան 9:30-ից 10:30-ի կողմերն են վիրավորվել պոստում, բլինդաժի դիմաց կանգնած վիրավորվել եմ սնարյադից, արգից, ականջից, քթից, դեմքից, աչքիս տակը, ոտս, ձեռս։ Տելմանին բեկորային վնասվածքներով հենց մարտական ընկերներն ու զինակիցներն են խոցման դիրքից մոտեցնում մեքենային։ Սկզբում վիրահատվում է Ստեփանակերտում, ապա ապրիլի 6-ին ուղղաթիռով տեղափոխվում Երևան։ Այստեղ էլ 2 անգամ վիրահատվելուց հետո 2 ամիս անց վերադառնում է տուն։ Այդ պատերազմը չի վերջացել, նույնպես պոստպայոնն էլ պատերազմի մեջ է մինչև հիմա։ Դա ամենը կա ու տեսնակերնի մինչև եւ վերջնական ինչ-որ մի բան ունի։ Mēs չոր մենք 4 օրն ենք պատերազմի մեջ եղել, ամեն երկու պահին պոստի կանած տեղն էլ պատերազմի մեջ է։ Հենց հիվանդանոցում էլ իմանում է, որ իրեն օգնության ձեռք մեկնած զինվորներից մեկը զոհվել է սահմանում։ Խոսելով քաղաքացիական կյանքի մասին, Տելմանը շատ փակագծեր չի բացում։ Հիմա ուսանող է, սովորում է Շիրակի պետական համալսարանում։ Դեռ չի աշխատում, սակայն մեծ է զինվորական գործը շարունակելու ձգտումն ու ցանկությունը։ Տելմանը մարտի դաշտից վերադարձել է զինվորական գրքույկով, որի մեջ չկա որևէ նշում տղայի անցած ուղու եւ ապրիլյան պատերազմի մասնակցության մասին։ Վիրավորում ստանալու մասին տեղեկանքում որպես պատճառ նշված է ականի պայթյուն։ Տելման Մարկոսյանը ըմբիշ է, հիմա էլ մեծ ցանկություն ունի շարունակել նաև կիսատ թողած մարզական ուղին, միայն թե ստացած վնասվածքները թույլ չեն տալիս։ Տելմանը մի քանի վիրահատության կարիք ունի, դեմքից հեռացված չեն արկի բեկորները։ Մարիամ Խալաթյան, Արման Գասպարյան, Օրագիծ։